Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը, բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, այսօր Երևանում, Հայաստանում մեկնարկել է Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը, որին մասնակցել եք նաև դուք այսօր, ճիշտ է, մեր պատճառով մի քիչ շուտ եք դուրս եկել, որ հասնեք հարցազրույցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Բայց նման համաժողովներին հիմնականում մասնակցում են, այսպես ասեմ, քաղաքական եւ քաղաքացիական բավական նեղ մասնագիտական շրջանակներ, այնպես որ մենք փորձենք բացել իրենց ինչ է ներկայացնում այս համաժողովը եւ ինչ նպատակներ ունի։ Սա իրականում երկրորդ այսպիսի համաժողովներ, առաջինը նախորդ տարվա սեպտեմբերին է կազմակերպվել եւ անցկացվել Երևանյան երկխոսություն խորագրի ներքո։ Իրականում սա արդեն բավական մեծ միջոցառում է դարձել եւ կարելի ասել իրադարձություն Հայաստանում եւ այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից եկած պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ, փորձագետներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ այլն, եւ նպատակ ունի ավելի շատ քննարկելու իհարկե տարածաշրջանային, աշխարհաքաղաքական շատ տարբեր խնդիրներ են քննարկվում, բայց կարծում եմ մեր կողմից սա նախաձեռնելը եւ իրականացնել նպատակ ունի այսպես ավելի շատ ուշադրություն հրավիրել Հայաստանի խնդիրների վրա եւ այս տարվա միջոցառումն էլ եթե նայում ենք տեսանք որ վարչապետ Փաշինյանը ահագին այսպես հանրամատչելի բոլորի համար մանրամասնորեն եւ անգլերենում ասում են user friendly, հա, ավելի այսպես ընկալելի փորձես ներկայացնել խաղաղության գործընթացը, ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների այսպես շրջանակում, որ փուլում է գտնվում խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչ խոչընդոտներ կան, Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին է, Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսին է եւ հետո ընդմիջման փորձագետների տարբեր այսպես մասնակիցների արձագանքներից հասկանալի էր, որ բավական օգտակար էր այդպիսի ներկայացումը, որովհետև այդպիսի այսպես դետալային պատկերացում այդ մասնակիցները չունեին, այդ իհարկե մի քանիսը կարող ունեին, բայց չգիտեմ 1000-ից ավելի մասնակից, որ կային այդտեղ, ոչ բոլորը ունեին եւ միանշանակ օգտակար էր այդ ներկայացումը։ Բացի դրանից այնտեղ տարբեր պանելային քննարկումներ էին տեղի ունենում, ափսոսում եմ իհարկե, որ այս պահին, որ մենք խոսում ենք Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի արտգործ եվրոպական հարցերի նախարարի մասնակցությամբ է պանելային քննարկումը եւ հետո հնարավորություն կունենամ իհարկե նայելու, որովհետեւ առցանցել է հեռարձակվում, բայց այս պահին բաց եմ թողել։ Ամեն դեպքում մինչեւ այդ էլ բավական հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին, նաեւ տարբեր այսպես դերակատարների մասնակցությամբ եւ եվրոպական խորհրդարանի падգամավոր կար եւ Իրանի արտգործ նախարարության ներկայացուցիչ եւ կարծեմ փոխնախարարներ, եթե չեմ սխալվում, եւ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության Միացյալ Նահանգներից տարբեր այսպես փորձագիտական շրջանակներից Ռոբերտ Ֆիցոն, Սլովակիայի վարչապետը եւս կարևոր ելույթ ունեցավ, նշեց, որ վարչապետ Փաշինյանի ներկայացում իր համար էլի խիստ ինֆորմատիվ էր եւ օգտակար եւ հույս հայտնեց եւ այսպես համոզմունք, որ Հայաստանի հետ կշարունակի Սլովակիան խորացնել համագործակցությունը, ինչը լավ ազդակներ էին ամեն դեպքում։ Ենթադրում եմ Տիկին Հակոբյան, որ այսօրվա թերևս ամենաաղմկահարույց հայտարարությունը կլինի վարչապետ Փաշինյանի այն պնդումը, որ եթե հանկարծ սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչի խաղաղության համաձայնագիր, ապա այդ դեպքում իշխանությունը կգնա սահմանադրությանը արագ փոխելու
եղանակով, ինչը ըստ էության ամենադեպս ես կարծում եմ, որ նման ձևով կմեկնաբանվի, որ կհաստատվի այն փաստը, որ դա Ադրբեջանի պնդումն է, այսինքն Ադրբեջանը ասում փոխեք սահմանադրությունը, կստորագրենք։ Փաշինյանն ասում է, եթե չընդունվեց այս տեքստը, կփոխենք սահմանադրությունը։ Դե ամեն դեպքում վարչապետ Փաշինյանն ասաց, որ փորձագետները նշում են, որ 2024 թվականի սեպտեմբերի սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը վերաբերում էր դելիմիտացման կանոնակարգի համապատասխանությանը սահմանադրությանը, ծայրահեղ անհավանական է, որ սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, ամեն դեպքում ասաց, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններին ու իրական պետք է ասեր նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ Բնականաբար այդ գործընթացի վերջնական այսպես այո կամ ոչը քաղաքացիները պետք է ասեն, իհարկե իշխանությունը կարող է ցանկացած բանել նախաձեռնի, բայց իրականում Հայաստանում հայ ժողովուրդը պետք է որոշի, Հայաստանը բռնապետություն չի, Ադրբեջան չի, Ռուսաստան չի եւ բնականաբար հայ ժողովուրդը պետք է որոշի այդ նոր սահմանադրությունը ընդունում է թե ոչ, եւ եթե որոշի, որ չի ընդունում, չի ընդունի, եթե որոշի, որ ընդունում է, կընդունի։ Նախաձեռնելու մեջ ոչ մի վատ բան չկա, իրականում ժողովուրդը պետք է որոշումը կայացնի։ Շատերը պնդում են անում, մտահոգություն են հայտնում, մեղադրանք են հնչեցնում իշխանությունների հասցեին, որ այս ճանապարհը ինքնին շատ վտանգավոր ճանապարհ է, որովհետեւ եթե խաղաղության համաձայնագիրը պայմանավորվում է, ասենք սահմանադրության բովանդակությամբ, հա, ասենք Ադրբեջանը նման պայման է դնում, որ այ կլինի սա, չլինի սա, չլինի սա, կլինի սա։ Եթե մենք գնում ենք սահմանադրական հանրակրվեի ճանապարհով, հա, ենթադրենք տեքստը պատրաստ է, դրվում է քվեարկության համաժողովրդական եւ համապատասխան քանակությամբ ձայներ չի հավաքվում, հա։ Դա ամենադեպս այդ պնդումների դրամաբանությամբ դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին, ուղղակի պարզապես պատերազմական գործողություն։ Ոչ մի հնարավորություն դա Ադրբեջանին չի տալիս, որտեվ ամեն դեպքում որքան էլ որ մենք Ալիևին համարում ենք ագրեսոր, դիկտատոր, հասկանալի Ալիևի նկրտումները, նաև գիտենք, որ Հայաստանի արևելյան հատվածներն է կոչում արևմտյան Ադրբեջան, այդ ամենով հասկանալի է, որ միևնույնն է Իլհամ Ալիևը հաշվի նստում է միջազգային կարծիքի հետ ու այդ պարագայում եթե հայ ժողովուրդը դեմ է քվեարկում սահմանադրությանը նոր սահմանադրության ինչ է Ալիևը ասելու որ հայ ժողովուրդը դեմ է քվեարկել դրա համար ես պետքա ոչնչացնեմ հայ ժողովրդին ասում է հայ ժողովուրդը դեմ է խաղաղությանը հետեւաբար կստանա պատերազմ բայց հայ ժողովուրդը այդ դեպքում ինչ պետքա արվի պետքա ոչնչացվի տարածաշրջանից դա լեգիտիմ միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ պատճառաբանություն չի պատերազմ սանձազերծելու համար հայ ժողովուրդն է իր սահմանադրության տերը ասում է ոչ այդ նոր սահմանադրությանը դա որևէ կերպ չի լեգիտիմացնում Ալիևի կողմից պատերազմի սանձազերծումը Տեսեք, քանի որ հպանցիկ Եվ այն բոլոր կներեք, այն բոլոր պնդումները, որ սա ծուղակ է եւ այլն, դա տրամաբանական փակուղի են իրականում ստեղծում, որտեղ որևէ լեգիտիմ բացատրություն, որևէ միջազգային իրավունքի մասնագետի հարցրեք, եթե ժողովուրդը ոչ է քվեարկում, որն է դրա պատասխանը լինելու, որը լեգիտիմ կլինի միջազգային օրինապաշտ հանրության տեսակետից հարցակվել եւ ոչնչացնել այդ ժողովրդին, ձեզ որևէ մեկը չի ասի այո։ Արցախում ոնց արեց։ Արցախում էլի միջազգային իրավունքի տեսակետից այն ինչ որ արեց, դա չի պաշտպանվում։ Այսինքն իհարկե կարող է անի, բայց միջազգային իրավունքի տեսակետից դա կհամարվի ոչ լեգիտիմ
ագրեսիվ գործողություններ։ Միջազգային իրավունքի տեսակետից եթե նայենք, մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի մի շարք որոշումներ, արդարադատության միջազգային դատարանը ունի մի շարք որոշումներ, որոնցից ոչ մեկը չի իրականացվել, ասեմ ավելին, դուք ինձնից լավ գիտեք, որևէ հետևանք Ադրբեջանի համար այդ որոշումների չկատարումը չունեցավ հիմա, երբ մենք խոսում ենք եվրոպական արժեքներից, երբ մենք խոսում ենք համամարտկային արժեքներից, այն մարդիկ, որոնք այնքան էլ կողմնակից չեն դրան, սկսում են մեզ, ձեզ, սկսում են ձեռ առնել, ասում են, այս չի ձեր միջազգային իրավունքը։ Միջազգային իրավունքը մենակ մեկն է, դա ուժն է։ Միջազգային իրավունքի համար երբևէ այսպես հիասքանչ ժամանակներ չեն եղել։ Միջազգային իրավունքն էլ ինքն իրեն հաստատելը դժվարությամբ ըստ էության դա էլի եղել է նվաճում, հեշտ երբեք չի տրվել։ Նույն արդարադատության միջազգային դատարանը հեշտ չի ստեղծվել եւ գոյություն պահպանել, նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանը հեշտ չի ընդունվել այդ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից եւ իր վճիռները միջազգային քրեական դատարանն բավական դժվարին կացության մեջ, բայց այդ դատարանների չգոյությունը էլ ավելի մեծ վնաս է միջազգային իրավունքին, միջազգային այսպես պետությունների միջև խաղաղ եւ բարի դրացիական համակեցությանը, քան դրա գոյությունը, որովհետեւ ի վերջո միջազգային իրավունքը, այն միջազգային իրավունքը, որը սահմանվել է, ինքը սահմանվել է հստակ կանոններով եւ այն կողմը, որը խախտում է, ինքը ճանաչվում է որպես խախտող կողմ։ Կարող է ինչ-որ որոշակի ժամանակահատվածում այդ կողմը ինչ-որ այսպես ժամանակավոր առավելություններ կարող է ձեռք բերել, բայց ի վերջո միջազգային իրավունքի տեսակետից այդ կողմը մնում է միջազգային իրավակարգը խախտող կողմ եւ ինքնին այդ գնահատականը շատ կարեւոր է։ Կարող է միջազգային այդ ատյանները, դատարանները հեշտ ժամանակահատվածում չեն այս պահին գտնվում, բայց իրականում պետությունները պետք է ջանք գործադրեն, որպեսզի լուծումներ գտնեն դրանց արդյունավետության բարձրացման համար եւ մենք ինքներս պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս պետք է ջանք գործադրի այդ ատյանների արդյունավետության բարձրացման համար, այլ ոչ թե ասի, որ այս միավոր ժամանակահատվածում այս մի ատյանը այդքան էլ էֆեկտիվ չի, հետեւաբար այն մեզ պետք չի ընդհանրապես, որտեվ դրանց չգոյությունը էլ ավելի մեծ վնաս է։ Շատ լավ, բայց տեսեք, հիմա հանրահայտ փաստ է, որ Ռուսաստանը անուն ինչ ուզում է դնի, հարձակվել է Ուկրաինայի վրա, հա, որ Ռուսաստանը ասում է այս հիմն է, այս պիտի ճանաչեք, Դոնեցկը, Լուգանսկը, Խարկովի մարզը հիմա արդեն ամբողջությամբ են պահանջում։ Ըստ էության նմանատիպ իրավիճակ մենք ունենք Ադրբեջանի հետ, հա, բայց տեսեք, Ռուսաստանը ինքը մտավ սանկցիոն ռեժիմի տակ, Եվրոպան արձագանքեց, միջազգային հանրությունը արձագանքեց, ասեց, վայ դուք շատ վատ բաներ եք անում, եկեք ես ձեզ սկսեմ պատժել, հա, մենք ձեզ պատժենք։ Բայց իրականում Ռուսաստանը հար եւ նման համարյա կոպիա արած կրկնում է այն գործողությունները, որը անում էր եւ շարունակում է անել Ադրբեջանը։ Ադրբեջանը սանկցիոն ցուցակում դեռևս չկա։ Մեծ Բրիտանիան ինչ որ բաներ է սկսել անել, բայց դա այլ պատմություն է, լրիվ ուրիշ բանի հետ է կապված, հա, կապված է որ ռուսական նավթի վերավաճառքի հետ եւ այլն, այնտեղ արդեն բոլորովին այլ հեքիաթի մասին է։ Հիմա այս երկակի ստանդարտներով նույնն էլ եմ ասում, ձեր գաղափարական հակառակորդները այսա դնում են ձեր դիմաց, ասում են այսպես է։ Ինչ է կանում։ Իրականում այս առաջին հայացքից այդպես է եւ կարող ես ասել, որ այո, դե անխոս վիճարկելի չի, որ Ադրբեջանը մեր նկատմամբ անում է ինչ որ Ռուսաստանը անում է Ուկրաինայի հանդեպ, ուղղակի այստեղ հարցը այն է, որ Եվրոպական միությունը հույս ունի, որ Ադրբեջանի նկատմամբ այսպես ոչ կոշտ միջոցներ կիրառելով ավելի այսպես
դիվանագիտական միջոցներ կիրառելով, փափուկ ուժ կիրառելով կկարողանա հասնել նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության համաձայնագիրը եւ ի վերջո խաղաղ համակեցություն կապահովվի մեր երկու պետությունների մեջ։ Դրա համար ավելի շատ ջանք այդ ուղղությամբ է գործադրում։ Միշտ էլ Եվրոպական միության համար հնարավոր է սանկցիաների ռեժիմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ուղղակի նպատակն է այստեղ, այլ նպատակ կա երկու պետություններին հասցնելու փոխըմբռնման, խաղաղության եւ այլն, եւ այդ ուղղությամբ են ջանքեր գործադրվում, այլ ոչ սանկցիաների, բայց ինչ խոսք պետքա ձեզ հետ համաձայնվեմ, որ իրականում փափուկ ուժի, փափուկ միջոցների այսպես этапը կարելի է սպառված համարել ու հաշվի առնելով են, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է Եվրոպական միության անդամ պետություններից, իրապես եթե օրինակ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հունաստանը, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Իտալիան, Հունգարիան, եթե իրենք բոլորով միասին ունեն ցանկություն իսկապես հասնելու նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության համաձայնությունը, իրենք իսկապես կարող են պայման դնել Ադրբեջանի նկատմամբ, ասելով, որ մենք դավթ այլևս ձեռք չենք բերելու Ադրբեջանից, Հունգարիային մոռանանք, հա, այս թեմայի մեջ։ Ինձ թվում է ոչ մի անհնար բան չկա եւ մեր պետության ջանքերից շատ բան կարող է կախված լինել տարբեր դաշնակիցներին խաղի մեջ մտցնելուց եւ այլն։ Այս պահին կարող է Հունգարիան այլ կերպ տրամադրված, հաջորդ պահին հիմա դրա համար կարծում եմ, որ այդ քայլերը դե ձեռնարկվում, դրա համար է Ռոբերտ Ֆիցոն հրավիրվել այստեղ, դրա համար է այսքան մանրամասն իր ներկայությամբ բացատրվում այս process-ն ինչի մասին է, կարծում եմ, որ անհնար ինչի է։ Եվրամիության հետ հարաբերություններում այս վերջին շրջանում այսպես ուշադրություն, ցանրային ուշադրությունից նկատի ունեմ, դուրս է եկել այն օրենքը, որ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից, որի նախաձեռնողներից մեկը, նաև նախաձեռնող խմբի անդամներից մեկն եք նաև դուք, խոսքը վերաբերում է Հայաստանի Եվրամիության անդամակցության նպատակին։ Տեսեք, այնպիսի տպավորություն է հիմա, որ Եվրամիության անդամության այդ օրենքը կա մենակ մի օրակարգում եւ դա հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն է, որտեւ ռուսաստանյան տարբեր դրամաչափի չինովնիկներ առնվազն այսպես շաբաթը մեկ ժամացույցի ճշգրտությամբ սպառնում են Հայաստանին, որ գիտեք ինչ կա, այս օրենքը կբերի կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ սանկցիոն գործողություններ իրականացնի եւ այլն, եւ ընդհակառակը Հայաստան Եվրամիություն հարաբերություններում սա օրակարգում չկա։ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպման, հենց այսօրվա հանդիպման ժամանակ որևէ բառ այդ մասին չի արտաբերվել։ Դրանից առաջ նախորդած բոլոր հանդիպումների ժամանակ չկա այս օրակարգը։ Ինչու է այդպես։ Ես չեմ կարծում, որ օրակարգը չկա, այսպես այն ինչ որ մակերեսին է ու այն ինչ որ բարձրաձայնվում է, այսպես հրապարակային հայտարարությունների տեսքով եւ այն ինչ որ այն խոսակցությունները ինչ որ տեղի են ունենում փակ դռների հետում, դրանք կարծում եմ, որ տարբեր են։ Ամեն դեպքում նաև Լավրովի հետ հայտնի ասուլիսի շրջանակում հնչած հայտարարությունները պարոն Միրզոյանի էլի կարող ես գնահատել, որ այս պահին այսպես 4 փաստերն ենք խոսում, 4 փաստերի մասին, որ չկա հայտ ներկացված բանակցություններ այս պահին չեն ընթանում, բայց դա իհարկե չի նշանակում, որ հաջորդ պահին հայտը չի ներկացվի եւ բանակցություններ չեն ընթանա։ Բայց մեկ այլ խնդրի մասին եմ ուզում խոսել, այ օրինակ այս նույն Երևանյան երկխոսությունը ճիշտ է, մինչեւ ժամը այսպես 3:30 եմ ես այնտեղ մնացել, բայց մեր հայ մասնակիցների կողմից արտգործնախարարի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի ազգային ժողովի ես չլսեցի այդ օրենքի որևէ հիշատակում։ Կարող եմ հասկանալ, որ լավ իշխանությունը փորձում է այդ բալանսավորման քաղաքականությունը վարել, դրա համար այսպես ամեն րոպե չի թմբկահարում, բայց կարելի էր գոնե քաղաքասարակության այն գործիչներին, այն փորձագետներին, որոնք
այդ օրակարգի ջատագովն են, որոնք այդ նախաձեռնության անդամներն են, կարելի է իրենց հրավիրել եւ գոնե իրենք այդ մեսեջները հնչեցնեն։ Մենք այնտեղ որպես բանախոս չէինք, մենք այնտեղ որպես մասնակից ենք։ Մեզ մնում է այդտեղ կուլիսներում հնչեցնել, իսկ դա բավարար չի։ Ամեն դեպքում ես կուզենայի, որ այնտեղ հնչեին։ Եվ եթե Եվրամիության օրակարգում չկա, նշանակում է մենք բավարար չափով չենք հնչեցնում, բայց այստեղ հնչեցնելուց բացի մեկ այլ հարց կա արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, եւ այստեղ եւս պետքա մեծ այսպես ուշադրություն դրսևորել եւ հավուր պատշաճի կատարել արդեն իսկ ստանձնած պարտավորություններ, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել։ Բացի դրանից կան այլ հարցեր, հապկից դուրս գալը, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը, դրանք եւս մինչեւ տեղի չունենան, մենք առաջ չենք կարողանա գնալ այդ ֆրոնտում։ Եթե մենք հիմա ձեր տրամաբանությամբ եմ ասում, եթե մենք հիմա ԵԱՏՄ-ից դուրս ենք գալի, բա ինչ ենք անում։ Որտեւ Եվրամիության ես բոլոր այն պաշտոնյաների հետ, որոնց հետ ես զրուցել եմ, ասել եմ դուք տալիս եք երաշխիք, որ Թուրքիայի սահմանը կբացվի Հայաստանի համար, ասել եմ ոչ։ Դուք տալիս եք երաշխիք, որ այս բանը կլինի, ասել եմ ոչ, երաշխիքներ չկան։ Անվտանգային երաշխիքներ տալիս, ոչ, չենք տալիս։ Ասում եմ այդ դեպքում ես ԵԱՏՄ-ից ինչու եմ դուրս գալիս։ Դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ից հենց հիմա պետքա դուրս գալ, բայց հայտ ներկայացնելուց առաջ պետքա դա անել։ Դրա համար մինչև այդ ահագին լուրջ քայլեր է պետք ձեռնարկել, ինչը որ մասամբ արվում է այդ էներգետիկ, տնտեսական, պաշտպանական, անվտանգային դիվերսիֆիկացումը, նաև հապկի մասով եմ ասում, այդ ամենը պետքա անել ավելի ինտենսիվ եւ այդ մասով եւ կառավարության կառուցվածքի հետ կապված խնդիր կա, որ անադեկվատ է այդ մեր ամբիցիաներին, այսպես ասած, հավակնություններին եւ կարողությունների խնդիր կա։ Կարողությունների մասով էլ մեր կառավարության կարողությունները բավարար չեն այս պահին ինտենսիվ այդ քայլերը ձեռնարկելու համար, բայց այստեղ էլ կան միջոցներ, գործիքակազմ, որը կարող է նպաստել այդ կարողությունների բարելավմանը եւ դրանք հենց ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրեր են։ ԵՄ-ն պարբերաբար հայտարարում է, որ այ Հայաստանին այսքան բյուջետային օժանդակություն է ցուցաբերել, այս ծրագիրն, այն ծրագիրը իրականացվում։ Այդ ծրագրերի արդյունավետության խնդիր եւս կա։ Ծրագրեր կան, որոնք հենց պետքա փորձագիտական կարողություններով օժանդակեն Հայաստանի իշխանությանը ՍԵՊԱ-ի իրականացման ոլորտում։ Այդ ծրագրերը եւս պետքա հնարավորինս ավելի արդյունավետ իրականացվեն եւ իշխանությունը եւ ԵՄ-ն եւ քաղաքասարակությունը պետքա լրջորեն վերահսկողություն իրականացնեն նաեւ այդ ծրագրերի արդյունավետության նկատմամբ։ Գիտեք, Եվրոպան շատ բան է խոստացել, օրինակ ես կհիշեցնեմ ձեզ, որ 2020 թվականին, եթե չեմ սխալվում, Եվրամիությունը հայտարարեց, որ Հայաստանին տրամադրել է 2 միլիարդ 600 միլիոն եվրոյի օգնություն, օժանդակություն եւ այլն, մենք մինչեւ այդ գումարին սպասում ենք, չէ՞ դեռ։ Այդ գումարները մասնակիորեն ներդրվել են Հայաստանում, բայց ինչ խոսք, ես կհամաձայնեմ ձեզ հետ այդտեղ, որ երբ որ Եվրամիությունից հատկապես այս օրենքի օրենսդրական նախաձեռնության եւ այդ օրենքի ընդունման ֆոնին տարբեր պաշտոնատար անձանցից մենք շատ ենք լսում, այ որ ժողովրդի ակնկալիքները պետք չի բարձրացնել, դա լուրջ է, լուրջ տնային աշխատանք է, ինչը նորմալ է, մենք անընդհատ էլ մեր ժողովրդին ասում ենք տարբեր այսպես փորձագետներով եւ այդ ոլորտում գործունեություն ծավալող անձանցով ասում ենք, որ դա լուրջ տնային աշխատանք է ենթադրում եւ կարողությունների բաց կա եւ քաղաքական կամքի խնդիր կա, այդ բոլոր հարցերը մենք բարձրացնում ենք ու ասում ենք, որ հեշտ չի լինելու, բայց անշուշտ եթե Եվրամիությունը այդ օրինակ այդ 2.5 միլիոնի հայտարարությունը անում էր, բնականաբար միլիարդի, այո, բնականաբար այստեղ էլ ակնկալիքները բարձրանում են, այսինքն շատ անգամ ակնկալիքների բարձրացմանը հենց իրենք էլ նպաստում են, այլ ոչ հայտարարում են, որ հարավ-հյուսիս ճանապարհի կառուցման ըստ էության համար ամբողջը կվերցնեն իրենց վրա։ Ահագին բան արվել է այդտեղ եւ այդ ՓՄԶ-ներին օժանդակությունը եւ Երևան համայնքի եւ
տարբեր կոմպոնենտներ իհարկե ահագին աշխատանք արվել է այդտեղ, բայց իհարկե ոչ 2.6 միլիարդի։ Տեսեք, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գալիք տարի կարող են ինչ-որ փոփոխություններ գրանցվի, որովհետև նախատեսված է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով անցկացնել Երևանում, ինչ դա կտա Հայաստանին։ Բացի նրանից ճանաչելիություն եւ այլն, այսինքն հերթական անգամ մեր խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու լավ հնարավորություն կլինի, բայց քաղաքական իմաստով։ Քաղաքական հենց իմաստով դա լուրջ աջակցության ժեստ է Հայաստանի եվրոպական ապագային ձգտող ուժերին, այդ թվում իշխանությանը, եթե իշխանությունը ձգտում է այդ ուղուն եւ եվրոպական ուղղությունը ջատագովող այլ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը, դա իհարկե շատ այսպես լուրջ աջակցություն է եւ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները դրանք լուրջ իրադարձություններ են, տարին 2 անգամ են մոտավորապես տեղի ունենում, նախորդը բոլորովին վերջերս Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ, հաջորդը Կոպենհագենում կլինի, որովհետև Դանիան հուլիսից կստանձնի Եվրոպական խորհրդում նախագահություն եւ Հայաստանը եվրոպական արևելյան գործընկերության պետություններից երկրորդն է, որտեղ կանցկացվի գագաթնաժողով, իհարկե այստեղ նշում են, որ դա մեծ ձեռքբերում չի, որովհետև 28 թվականին էլ Ադրբեջանում կանցկացվի, ես ուզում եմ ասել, որ անկախ դրանից դա մեծ ձեռքբերում է եւ շատ հաճախ Եվրոպական միությունը չասեմ հավասարության նշան է դնում, բայց եթե ինչ որ ժեստ Հայաստանին անում է, փորձում է այսպես Ադրբեջանին էլ սիրաշահի, որ խանդի տեսարաններ չառաջանան, այդ լույսի ներքո է պետք դա մեկնաբանել, դրանից այդ իրադարձության կարևորությունը, ասենք թե Ադրբեջանը խանդեց Եվրոպային դրանից ինչ։ Էլի մեր տեսադաշտում պետքա պահենք, որ Եվրամիությունը մեծապես շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Այդ է պատճառը, որ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը իրար նկատմամբ այսպես տարբեր վերապահումներ, ինչ որ չգիտեմ, վատ էմոցիաներ չունենան, այլ հնարավորինս ներառական իրար մոտեցնելով հասնի խաղաղության Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ է իրական նպատակը։ Տիկին Հակոբյան, վերջում ես մի հարց տամ ձեզ, որ անձամբ ինձ էլ է հետաքրքրում, ինքը որպես հարցադրում եմ ես շատ տեսել, մեկ շաբաթ առաջ Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, դուք մասնակցում եք բողոքի ակցիային արտաքին գործերի նախարարության դիմաց, եւ այստեղ շատերի մոտ հարց առաջացավ, ինձ մոտ նույնպես այդ հարցը առաջացավ, տեսեք, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ գալիս է Երևան, եւ դուք բողոքի ակցիա եք կազմակերպում ոչ թե դրա համար կամ այդ պատճառով, այլ Ուկրաինայում ծավալվող, որտեղ հիմնականում նա էր։ Առաջին հերթին Արցախի հայաթափումներ խնդիրը, այդ մասին շատ բարձրաձայնեցինք, նաև կոչերն էին այդ, որ ասում էին Ռոսիա не миротворец, Ռոսիա торговец, ինչ էր նշանակում Արցախում խաղաղապահ առաքելություն էր Ռուսաստանը ստանձնել, որը չկատարեց փաստացի եւ Արցախը հայաթափվեց, առաջին հերթին դա էր խնդիրը։ Ուկրաինան եւս խնդիր է, որովհետեւ Ուկրաինայում շարունակում է ագրեսիվ պատերազմը Ռուսաստանը, միջամտելով այդ պետության, այսպես արտաքին կողմնորոշմանը, իրենց անկախ եւ սուվերեն ապագան, անկախ եւ սուվերեն Գործը ասել այնտեղ, որ արդեն ներքին գործերին էլ է ուզում խառնել։ Այո, այսինքն Հայաստանը, բայց իր շահերով էր առաջնորդվում, համարում ենք, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանի շահին եւ այդ պատճառով էր, որ մեր բողոքի ձայնը բարձրացնում էինք, ասելով, որ մեր դժգոհությունն ենք հայտնում այդ այցի կապակցությամբ եւ չենք գտնում, որ այսպես
Իհարկե չենք ասում, որ Հայաստանը պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, հասկանալի է, որ կան բազում հարցեր, որոնք քննարկվում են, քննարկման առարկա կարող են լինել ապագայում, այդ թվում ռուսական սահմանապահների դուրս բերումը, ռուսական ռազմաբազայի հապկ-մապ կետ ամեն ինչը պարզա, որ պետք է խոսվի Ռուսաստանի հետ, առանց խոսելու հնարավոր չի լինի, բայց ամեն դեպքում մենք մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, ուզում էինք ցույց տալ, որ այսպես Լավրովը առաջվա նման հանգիստ ուրախ թևերը թափ տալով այլևս չի կարող Հայաստան գալ, որ մենք այնտեղ ենք բողոքելու ենք դրա դեմ։ Շատ շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։